Հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ալիևը հայտարարել է, թե հայ գործարարը ֆինանսավորել է եվրոպացի որոշ պաշտոնյաների, Հայաստանից պատասխան կա։ Բաքուն ուզում է դառնալ Հայաստանի վառելիքի գլխավոր մատակարարը, ինչ հայտարարություն է արել Ալիևը օկուպացված Շուշիում։ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել, ինչ են պահանջում իշխանությունից հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները։ Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին ստանձնած պարտավորությունները խախտելու համար, ինչ մանրամասներ է հայտնել Բաղային։ Այդ որ հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, որից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը։ Հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ падգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով Ալիևի օկուպացված Շուշիում անցկացված մեդիա ֆորումի ժամանակ արած հայտարարությանը։ Ալիևը ասել է. մեջբերում եմ. պարզվել է, որ Ժոզեֆ Բորելը կապեր է պահպանել որոշ կոռումպացված անձանց հետ, այդ թվում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է Ռուսաստանի հայ օլիգարխի կողմից, որը ներկայում Հայաստանում տնային կալանքի տակ է։ Մեջբերման ավարտ։ Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվելու մասին խոսել է Ալիևը ավելի մանրամասն։ Ինչ վերաբերում է Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններին, ապա դրանց միջև շատ մեծ տարբերություն կա։ Մենք Եվրոպական հանձնաժողովի հետ տարբեր հարաբերություններ ենք ունեցել։ Այն ժամանակահատվածում, երբ Եվրոպական դիվանագիտության ղեկին պարոն Բորելն էր, Եվրոպական հանձնաժողովի և Ադրբեջանի միջև հարաբերությունները գործնականում լիովին խզվեցին։ Եվրոպական հանձնաժողովի կազմում գործում էր խոշոր հակաադրբեջանական խումբ, և մենք հուսով ենք, որ պարոն Բորելը վերջնականապես հեռացել է քաղաքականությունից։ Այդ ժամանակից ի վեր մեր հարաբերությունները սկսեցին կարգավորվել։ Մասնավորապես մենք տեսանք, որ այդ հարաբերությունների փոխադարձ վերագործարկման սուր անհրաժեշտություն կա, և մենք աջակցեցինք այդ նախաձեռնությանը։ Իլհամ Ալիևը մեկ այլ ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա պնդել է, թե Հայաստանը արդեն վառելիքի հուսալի մատակարար ունի և այդ մատակարարը Ադրբեջանն է։ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները։ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։ Ավելին, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրն Ադրբեջանն է։ Առանց դրա Հայաստանը հավանաբար ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում։ Այս ամենի ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ կոչվող փոփոխությունը լիովին հնացած է և պետք է ամբողջությամբ չեղյալ հայտարարվի։ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր ԱՄՆ նախագահ Թրամփի մասնակցությամբ։ Ինչ նպատակ են հետապնդում Ալիևի այս հայտարարությունները և ինչ քաղաքական ուղերձներ են պարունակում, լսենք փորձագետի մեկնաբանությունը։ Ադրբեջանը Եվրոպայի, հարավային Եվրոպայի որոշ երկրներ ուղղակի էներգետիկ շանտաժի է ենթարկում, որովհետև ռուսական էներգակիրներից կտրվելու պայմաններում եվրոպական որոշ երկրներ, Իտալիա, Հունաստան, Սերբ, ադրբեջանական էներգակիրներ են գնում։ Եվ Ադրբեջանը քաղաքական կախվածության մեջ է դրել այդ երկրները։ Հիմա այս պայմաններում ասում են Ադրբեջանի քաղաքական ռազմական կախվածությանը ավելացնենք նաև էներգետիկ կախվածությունը, այսինքն դու ամեն ինչով դառնում ես Ադրբեջանի բարի կամքի ենթակա ինչ-որ մի սուբյեկտ։ Կուզենան կճնշեն, չեն ուզենա, չեն ճնշի, չճնշելու գինը քաղաքական զիջումներն են։ Ադրբեջանից հնչող հայտարարությունների ֆոնին պաշտոնական Մոսկվան սեր է խոստովանում Երևանին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են ոչ միայն ռազմավարական շահերով, այլև ժողովուրդների միջև ձևավորված անկեղծ հարաբերություններով։
Մեզ համար Հայաստանը ոչ միայն ինքնիշխան պետություն է, այլև հին արմատներով զարմանալի մշակույթով երկիր, որի հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք մեր ընդհանուր պատմության շնորհիվ։ Երկու երկրները կապված են խաղաղությամբ, միջպետական հարաբերություններով եւ այդ հարաբերությունները զարգանալու ռազմավարական ծրագրերով։ Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն եւ աջակցություն, որոնք իմ կարծիքով կապված են ինչպես աշխարհաքաղաքական գործոնների հետ, ինչպես ասում են դիվանագետներն, այնպես էլ այն բանի հետ, ինչը ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը եւ փոխըմբռնումը։ Սրանք իրական կապեր են, ոչ թե հանգույցներ, այլ կապեր։ Այրաթցեմենտ գործարանը, որի աշխատանքը դադարեցվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող ընկերություններում սկսված խուզարկությունների հետ միաժամանակ շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մինչ իշխանությունը հայտարարում է, որ Այրաթցեմենտ գործարանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք այլ ընկերությունների, այդ թվում Multigroup կոնցեռնի աշխատակիցները պնդում են, որ հայտնվել են հարկադիր պարապուրդում։ Խնդրում են, պահանջում ենք, հորդորում ենք, չգիտեմ, ոնց ուզում եք հասկացեք այդ ամենը մեկում։ Խնդրում ենք թույլ տաք, հնարավորություն տաք մարդիկ մտնեն աշխատեն, չէ՞ որ բոլորը այստեղ ընտանիքներ ունեն խնդիրներ բոլորը, ուզում են ամեն մարդ, մենք ավել ոչինչ չենք ուզում, մենք մեր աշխատանքն ենք ընդհանրապես ուզում։ Այո, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, միանշանակ, մենք ամեն րոպե իր կողքին ենք։ Պարոն Ծառուկյանը այսքան աշխատատեղ ստեղծելով, հիմա փակել են, չգիտես ինչ, ուզում են ժողովրդավար երկիր լինի, բայց ուր է ժողովրդավարությունը, որ այսքան ժողովրդի թողել են անգործ։ Ուր է։ Ես ուզում եմ պահանջում եմ եւ բոլորին, որ այսպես 70 կազմակերպություն ունեցող մարդուն, այսքան աշխատատեղ ստեղծող մարդուն, հիմա այսքան բոլորին թողեն առանց աշխատանք։ Ինչի համար։ Մենք բոլորս միահամուռ կերպով պահանջում ենք բացեն մեր աշխատատեղերը, մեր ժողովուրդը գնա իր աշխատանքին։ Ներկա պահին մենք սպասում ենք մի կես ժամը 5-10 րոպե, եթե չէ բոլորս միասին բարձրանալու ենք Աբովյանի քննչական կոմիտե, որտեղից որ կապարակ ընկվել է։ Ըստ դրան արդեն մենք մեր քայլերը, եթե պատասխան չստացանք, կարող է վիշտենք Երևան-Սևան մարյուղին փակենք։ Մինչ հանրային և քաղաքական քննարկումները շարունակվում են, պաշտոնական կողմը փորձում է պատասխանել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերջերս հրապարակված նամակի վերաբերյալ հարցադրումներին։ Փաստաբանի խոսքով իրանցի գործարարների ներկայացրած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։ Այս գործողությունների նպատակը ըստ եղած փաստերի ակնհայտորեն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է։ Փաստաթղթերի բովանդակությունը եւս մեկ անգամ վկայում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով, իսկ նախաձեռնված քրեական վարույթը հիմնված է այնպիսի պնդումների վրա, որոնք ակնհայտ հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթերին եւ դատական ակտերին։ Իսկ 2024 թվականին մեծ շուքով բացված հայ-իրանական առևտրի կենտրոնը, որը ներկայացվում էր որպես երկու երկրների տնտեսական գործակցության խորհրդանիշ և տարածաշրջանային խոշոր բիզնես հարթակ, ընդամենը 2 տարի անց հայտնվել է Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի կենտրոնում։ Ինչ է տեղի ունեցել հայ-իրանական այս բազմամիլիոնանոց ծրագրի շուրջ, ինչի համար են մեղադրում Ծառուկյանին, Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժում։ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի առանցքում հայ-իրանական տնտեսական գործակցության ամենախոշոր ծրագրերից մեկն է։ 2024 թվականին Ծառուկյանի Առինջ մոլի տարածքում բացված հայ-իրանական առևտրի կենտրոնը։ 2024-ին ծրագիրը ներկայացվում էր որպես երկու երկրների տնտեսական հարաբերությունների նոր փուլ։ Այստեղ ներկայացված էին լինելու իրանական խոշոր արտադրողները, իսկ ծրագիրը պետք է նպաստեր երկու երկրների միջև մինչև 3 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությանը։ Հայաստանի եւ Իրանի ղեկավարները նախանշել են ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 3 միլիարդ դոլարի եւ մենք պետք է ջանքեր գործադրենք դա իրողություն դարձնելու համար։ Կենտրոնի 50%-ի բաժնետերը Ծառուկյանի Multigroup-ն էր, մյուս 50%-ինը իրանական Պարս Հիլալ Կասպյան գրուպը։ Բացմանը մասնակցում էին Հայաստանի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց չէր ներկայացել Գագիկ Ծառուկյանը։ Անձնական խնդիրներով չհասցրեց։ Հետո մենք շուտ պրոտոկոլների պատճառով շուտ գործը կազմակերպեցինք։
Այսօր նույն նախագիծը դարձել է Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի առանցքային դրվագներից մեկը։ Ծառուկյանի ձերբակալության օրը նրա փաստաբանը հայտարարեց. Այնտեղ որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր դուժող, այս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի։ Քննչական կոմիտեից Ծառուկյանին մեղադրում են 2022-ից 24 թվականներին հանցավոր խումբ ստեղծելու, Իրանից ներմուծված շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ յուրացնելու, մաքսային հայտարարագրեր կեղծելու եւ հետագայում փողերի լվացում իրականացնելու համար։ Սակայն պաշտպանական կողմը պնդում է, ներկայացվող մեղադրանքները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ անտեսում են գործի մի շարք առանցքային հանգամանքներ։ Իրանական կողմի գործարարները, որ տաղավարներում պետք է ներկայացվեն, իրանական կողմի գործընկերները նրանցից ամսական գումարներ են վերցրել, իսկ հայկական կողմին ներկայացրել են, որ ընդհանրապես գումար չեն վերցնում, այսինքն նախնական փուլում անվճար է, առնվազն վարձակալության մասով մոտ 300 միլիոն դրամ է։ Փաստաբան Երեմ Սարգսյանի ներկայացրած փաստարկների համաձայն սա ամենը չէ։ Իրանցի 3 գործարար հայկական կողմից ստացել են միլիոնավոր դոլարների փոխառություններ, որոնք պետք է օգտագործվեին Իրանից ապրանք ներկրելու համար։ Այդ գումարով ապրանք է գնվել, Հայաստանում վաճառվել, բայց գումարները չեն վերադարձվել հայկական կողմին։ Եթե դուժող են, դա մի հատ հարց պետք է տրվի, ասի, իսկ գումար ստացել եք դուք, այս փոխառությունները վերցրել եք դուք։ Բայց փոխառությունները վերադարձրել եք դուք, բավարար չեք վերադարձրել, եւ եթե ձեզ խաբել էին, բավարար եկաք պարտավորագիր գրեցիք, որ դուք եք պարտավորում եք վերադարձնել, ինչի հակառակ կողմից չուզեցիք որևէ պարտավորագիր, որ ասեմ, դուք էլ գրեք հակառակը, որ դուք եք մեզ պարտել, ասեիք մի բան, դա գրվել է 2024 թվականին։ Հենց այստեղ էլ առաջանում են գործի հիմնական հակասությունները։ Իրանցի գործարարների խումբը նամակ է ուղարկել Ավրորա Նյուզ լրատվականին, պնդելով, որ իրենք այդ գումարով ապրանք են գնել եւ պատշաճ ուղարկել Հայաստան։ Սահմանը հատելուն պես գործարարների խմբի պնդմամբ կեղծումներ են տեղի ունեցել։ Իրանցի գործարարները իրենց համատեղ ընկերություններին եւ պարոն Ծառուկյանին ուղարկել են շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, սակայն այդ ապրանքները չեն հայտարարագրվել տվյալ ընկերությունների անունով։ Դրանք վաճառվել են կեղծ եւ թղթային ընկերությունների միջոցով, մաքսային փաստաթղթերի կեղծման ճանապարհով, իսկ ստացված գումարները փոխանցվել են պարոն Ծառուկյանին, նրա ընկերություններին եւ գործակիցներին։ Մեկ այլ հակասություն վերաբերում է մաքսային փաստաթղթերին։ Քննչական կոմիտեն եւ իրանցի գործարարները պնդում են, թե ներմուծման փաստաթղթերը կեղծվել են Հայաստանում։ Մինչդեռ փաստաբան Սարգսյանի խոսքով ներմուծումների ամբողջ գործընթացը կազմակերպել է հենց իրանական կողմը։ Ծառուկյանի կազմակերպությունը այս կողմից որպես հայկական կողմի ներկայացուցիչ, տարածք հատկացրել, տաղավարներն հատկացրել, վերանորոգումներն արել, գումարն ներդրել, իսկ պրոցեսուալ մաս իրեն են արել, թե ինչ ապրանք են բերել, մաքսազերծել են, կեղտիկ են արել, չեն արել եւ այլն, այս նույն բաները արվել են մինչեւ Ծառուկյանը ծանոթանալը 2019-20 թվականներին, իրենք Ծառուկյանը ծանոթացին 2022 թվականին։ Եթե իրենք նույն մեխանիզմը նախկինում արել են, Ծառուկյանը հետ ծանոթացին 2022 թվականին, ինչ կապ ունի Ծառուկյանը այս պրոցեսների հետ։ Գործի շուրջ հրապարակային քննարկումների ֆոնին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեսպանը շեշտել է, որ Իրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ հայտնել, որ անձամբ երկար ժամանակ փորձել է միջնորդել կողմերի միջև փոխզիջումային լուծում գտնելու համար։ Ես ցանկանում եմ, որ այս հարցը լուծվի քննարկման փոխզիջումային եւ խաղաղ ճանապարհով։ Ինքս մի քանի անգամ քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ եւ բավական ջանք եմ գործադրել խնդրի լուծման համար։ Մինչ դեսպանը խոսում է երկուստեք տնտեսական տարաձայնությունների մասին, քրեական գործում Ծառուկյանի պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ քննությունը պատշաճ գնահատական չի տալիս իր ներկայացրած փաստաթղթերին, այդ թվում իրանցի 3 գործարարների կողմից փոխառությունների ու պարտավորագրի մասին վարույթներին։ Եթե իրենք ընտրել են կեղծիքներով գործունեություն անել, դա արդեն իրենց դաշտում է եւ պետական մարմինները այստեղ որ պետք է ուսումնասիրություն կատարեն, թե չէ ընդամենը իրենց ցուցմունքը, որ մենք կարծում ենք, որ առանց Ծառուկյանի ոչ մի բան այստեղ չէր կարող լինել, դա ուղղակի աբսուրդ է։ Իրանում այս պահին նույն հարցով դատական ակտիվ գործընթաց կա, որի շրջանակում ընդգրկված են մեղադրյալներ, բայց թե ովքեր են գործով մեղադրվողները եւ Ծառուկյանը նրանց շարքում է արդյոք, ոչ իրանական, ոչ Ծառուկյանի փաստաբանական թիմը տեղեկություն չեն հայտնում։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Միջազգային լրահոսից Բանգլադեշում ուժեղ ջրհեղեղների և սողանքների հետևանքով տասնյակ զոհեր և 100 հազարավոր տուժածներ կան։ Նախնական տեղեկությունների համաձայն 51 մարդ զոհվել է, ևս 39 վիրավորվել։ Բնական աղետից ընդհանուր առմամբ տուժել է 1 միլիոնից ավելի մարդ։ Ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարում է նաև հարևան Վրաստանը։ Թել Ավիվում տեղի ունեցած ջրհեղեղը տեղական լրատվամիջոցներն անվանում են վերջին տասնամյակների ամենաուժեղներից մեկը։ Իսկ տարածաշրջանային զարգացումների շարքում ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Իրանը։ Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները լուրջ ճգնաժամի մեջ են, քանի որ ըստ իրանական կողմի Վաշինգտոնը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Գառնի Մութաֆյանը։ Պայթյուններ, փլուզումներ, չկայացած բանակցություններ, հեղձուցիչ շոկ ու քառօրյա սուկ։ Ամառն աշխարհում շարունակում է իրադարձություններով լի լինել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հարվածել են Իրանի տասնյակ թիրախների, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգերի, ռադարների, հրթիռային կայանքների եւ ռազմական նավակների։ Պայթյուններ են եղել Հորմուզի նեղուցի շրջանում եւ Իրանի առնվազն 13 քաղաքներում, այդ թվում Բանդար Աբբասում, Քերմանշահում, Քեշմում, Ահվազում, Սիրիկում եւ այլ բնակավայրերում։ Իրանը իր հերթին բալիստիկ հրթիռներ եւ անօդաչուներ է ուղարկել Միացյալ Նահանգների մի քանի ռազմաբազաների վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պնդմամբ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանում վնասվել են զինամթերքի պահեստներն ու վառելիքի պահուստարանները։ Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում ըստ նույն աղբյուրի ոչնչացվել են ուղղաթիռների տեխնիկական սպասարկման տարածքները, ԱՄՆ-ի անօդաչու համակարգերի կառավարման կենտրոնը եւ այլ օբյեկտներ։ Հարվածել են նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի ռազմակայանի։ Քուվեյթում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով ոչնչացրել են Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, Հորմուզի նեղուցը փակ է այն բանից հետո, երբ անանուն նավը փորձել է անջատված համակարգերով անցնել այն, գործածելով չնախատեսված երթուղի։ Կորպուսը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող թշնամի ռազմաբազաներին, եթե երկիրը ենթարկվի հետագա ագրեսիայի Հորմուզի նեղուցը փակելու որոշումից հետո։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները ի տարբերություն Միացյալ Նահանգների։ Նրա խոսքով Վաշինգտոնը խախտում է հուշագրի 9-րդ կետը։ Արաղչին հավելել է, որ պայմանավորվածությունների միակողմանի կատարումն անհնար է եւ կոչ արել ԱՄՆ-ին վերադառնալ նախկինում ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Միացյալ Նահանգների բանակցային խումբը չի մեկնի Օման Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար, սակայն Վաշինգտոնը կապ կպահպանի Օմանի եւ Քաթարի ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ CBS-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է բանակցային թիմին փոխնախագահ Ջեյդի Վենսի, Ջարեդ Քուշների, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։ Իսրայելում խորհրդարանի ընտրությունը նախատեսված է հոկտեմբերի 27-ին, իսկ Քնեսեթը, Իսրայելի խորհրդարանը, կլուծարվի հուլիսի 17-ին։ Գալիք ընտրությունը կլինի առաջինը վերջին 38 տարվա ընթացքում, որը տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետում։ 74 տարեկանում մահացել է Համադ բին Խալիֆա Ալ Թանին։ Նա ղեկավարել է Քաթարը 1995-ից 2013 թվականներին։ 2013 թվականի հունիսին նա կամավոր հրաժարվեց գահից հօգուտ իր որդու, ներկայիս Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի։ Քաթարում քառօրյա սուկ են հայտարարել երկրի նախկին էմիրի մահվան կապակցությամբ։ Հուլիսի 13-ից սկսած նախարարությունները, պետական գործակալությունները եւ այլ պետական հաստատությունները կդադարեցնեն գործունեությունը, կիչեցնեն պետական դրոշները։ Չինաստանի Չժան-Ցզյակաու քաղաքում ճանապարհի մի հատված փլուզվել է, ինչի պատճառով 3 ավտոմեքենա ընկել է փոսը։ Նախնական տվյալով 1 մարդ զոհվել է, եւս 2-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
շոկ եղանակի պատճառով հուլիսին կրճատվել է Փարիզի Էյֆելյան աշտարակի, Լուվրի եւ Օրսեի թանգարանների աշխատանքային ժամերը։ Երկրի ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ Փարիզում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 38 աստիճանի։ Գարի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում իրանցի երկու մոտոցիկլավարներ, որոնք ոչ պատերազմին խաղաղություն բոլորի համար կարգախոսով շրջում են տարածաշրջանի երկրներով, իրենց առաջին կանգառն արել են Հայաստանում։ Ավելի քան 2000 կիլոմետր ճանապարհ անցած ճանապարհորդները Երևան են բերել խաղաղության և բարեկամության խորհրդանշական ուղերձ։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։